Այս շաբաթ ՔՊ-ի ջանքերով տապալված նիստից հետո Գյումրիի Ավագանու մանդատից հրաժարվել է մեր քաղաքը դաշինքի անդամ Նարեկ Միրզոյանը։ Խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը այսօր եւս պնդեց, որ սրա տակ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել։ Միանգամից ասեմ, որ որևէ քաղաքական զարգացումներ, սցենարներ չկան։ Նարեկի մանդատը վայր դնելու հարցը բացառապես անձնական խնդիր է։ Միրզոյանի դիմումն արդեն ընտրատարածքային հանձնաժողովում է։ Նրա հետ զրուցել չհաջողվեց, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Գյումրիում սակայն լուրեր են շրջանառվում, որ Միրզոյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ են եղել, բայց ոչ թե իր թիմից, այլ իշխանական թևից։ Լիզա Գասպարյանը բացառեց սա, վերահաստատելով, որ որոշումը բացառապես Նարեկ Միրզոյանինն է։ Այո, չկա, սա անձնական որոշում է, մենք իհարկե խրեցինք, որովհետև ինքը մեր իրավական բլոկներ ապահովում։ Գյումրիի Ավագանու ընդդիմադիր թևում վերադասավորումներ են, որը սկսվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բանտարկությունից հետո։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Կոմկուս խմբակցության 3 անդամ մանդատից հրաժարվեցին։ Երկուսի դեպքում մանդատն արդեն փոխանցվել է հաջորդ համարին։ Ընդդիմադիր թևն այս պահին 16 մանդատ ունի, եթե ՔՊ-ն շարունակի բոյկոտել նիստերը, ապա նրանցից մեկի բացակայությունն էլ հանգեցնում է քվորումի բացակայության ու նիստի տապալման։ Այդպես եղավ օրինակ այս շաբաթ Նարեկ Միրզոյանի բացակայության օրը։ Նարեկ Միրզոյանի մանդատը ցուցակի հաջորդ համարին է փոխանցվելու Հասմիկ Խաչատրյանին, բայց պարզվում է նա էլ ընտրատարածքային հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Խաչատրյան Հասմիկն էլ նոտարական վավերացումով ինքը հրաժարվել է։ Չէ, ասել է ինչ որ պետք է երկրից բացակայի, այդ հիմնավորումն է մանդատի վայր դնելու արձանագրությունը ստանալուց հետո օրենքը մեզ սահմանափակում է, բայց դիմումների քննարկման մասով օրենքը չի սահմանափակվում, կարող է մենք անենք մի շաբաթ հետո, կարող անենք 10 օր հետո դիմումի պատասխանը կնա։ Եթե հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում չքննի Հասմիկ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը, ապա Նարեկ Միրզոյանի մանդատը նրան է փոխանցվելու։ Մեր քաղաքը խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն այնինչ պնդում է Հասմիկ Խաչատրյանն ավելի շուտ է դիմում ներկայացրել ու կարծում է հանձնաժողովը պետք է նախ նրա դիմումը քննի, հետո նոր մանդատի տրամադրման հարցը։ Նախ առաջինը Հասմիկ Խաչատրյանը շատ ավելի շուտ է դիմումը տվել, քան Նարեկ Միրզոյանը, սկսենք այդտեղից, եւ հետո եթե պիտի մենք կլինենք այդ օր անպայման նիստում, անպայման այս պահին մեր իրավաբանական թևը եւս դրա վրա աշխատում է, որ ամեն բան լինի ըստ օրենքով, որևէ մանիպուլյացիա, որևէ ինչ-որ բան, այդպես ստորակետ օրենքի մեջ տեղափոխելով եւ ասել, որ ինչ-որ բան դա չի լինի։ Այդուհանդերձ, եթե հանձնաժողովը մանդատը տրամադրի Հասմիկ Խաչատրյանին, վերջինս մանդատից կհրաժարվի։ Անդիշ չի, Հասմիկ Խաչատրյանը կվերցնի, դիմում կգրի, կհրաժարվի իր մանդատից, հետո իրենք ըստ իրենց ցանկության երբ ուզեն նիստ կգումարեն, Հասմիկ Խաչատրյանին կհանեն ցանկից, որևէ խնդիր չկա։ Արդյոք մեր քաղաքը խմբակցությունում քաղաքական խմորումներ են։ Լիզա Գասպարյանը սա եւս բացառեց ու վստահեցրեց, որ իրենց 6 մանդատը կապահովեն։ Եվ որպեսզի էլի նույն խնդրեմը չունենանք, որ Հասմիկը երկրում չլինի, բայց նիստ գումարվի եւ այլն էլի նույն խնդրեմը ունենանք, Հասմիկը ցուցակից դուրս է գալիս, որ լինի այն մարդը, ով որ կլինի միշտ քաղաքում կփորձի միշտ լինել, էլի այսպես ասած, զուտ այդ պատճառն է։ Մանդատից հրաժարվելու հաջորդ դիմումը Կոմկուս խմբակցության կալանավորված անդամ Տիգրան Ավագյանինն է, ով կալանավորված է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։ Ընտրատարածքային հանձնաժողովը 7-օրյա ժամկետում նրա մանդատը հաջորդ համարին կփոխանցի։ Հերթական հաջորդ համարը Մկրտչյան Արտյոմն է։ Կոմկուսից նաև ինքնաբացարկի դիմում կա Կալանավայրից, ցուցակի 13-րդ համար Արա Ավետիսյանից։ Քրեակատարողականի պետը օժտված է նաև նոտարի լիազորություններով, ինքը երբ որ կնիկած ստորագրած դիմումը ուղարկում է մեզ, դա համարվում է նոտարական վավերացում։ Իսկ ՔՊ-ի ցուցակի 83-րդ համարի Հմայակ Խաչատրյանի ինքնաբացարկի դիմումը մերժվել է, թե ինչու է ինքնաբացարկ հայտնել, պատճառը ՔՊ խմբակցությունից պարզել չհաջողվեց։ Մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ դիմումը մերժել են, քանի որ ինքը չներկայացավ, դրա համար իր դիմումը մերժվեց։
Հիմա Գյումրիի Ավագանիում ընդդիմադիրների ձայները 16 է, մանդատները հաջորդող համարներին փոխանցելուց հետո կդառնա 18-ը։ Առայժմ պարզ չէ, ՔՊ-ն շարունակելու է բոյկոտը, թե ոչ։ Վերջին նիստից հետո նրանք իրենց բոյկոտի պատճառն այդպես էլ չբացահայտեցին։ Եթե Ավագանու նիստերը 3 ամիս տապալվեն, Ավագանին կլուծարվի ու նոր ընտրություններ կնշանակվեն։